Աստղիկ բարեգործական հիմնադրամի տնօրենն եմ, գործունեությունը սկսել ենք 2018 թվականից, առաջին մեր ծրագիրը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում էր, սկսեցինք այնտեղ գյուղատնտեսության զարգացման ծրագիր անել, բայց մենք եղանք ոչ թե հիմնադրամ, ով տարածքում աշխատում էր, այլ մենք եղանք համայնքի բնակիչ, մենք դարձանք իրենցից մեկը և սկսեցինք աշխատել, քայլ առ քայլ հասանք նրան, որ այսօր Հարթագյուղում կարելի ասել 90% հողերը արդեն մշակվում են։ Ունենք շատ լավ օրինակներ, մարդիկ այսօր այդ հողից ստանում են բերք, վաճառում են, եկամուտ են ստանում։ Հաջորդ համայնքը Կուրթանն էր, Գյուլագարակ խոշորացված համայնքը, հասկացանք, որ այստեղ կարելի է սկսել կարի արտադրություն, որ բացեցինք 20 թվականին, պատերազմից անմիջապես հետո, տեղի կանայք հավաքվեցին, ովքեր որոշակի ձևով տիրապետում էին Կարուձևին, այդպես ստեղծվեց Made in Կուրթանը։ Այսօր Made in Կուրթանը կարում է շատ որակյալ բաճկոններ։ Մենք փոքր արտադրություններ ստեղծելով պարտադիր ուզում ենք նշենք տվյալ համայնքի անունը ևս, որովհետև այս ձևով էլ համայնքը ինքն է դառնում ճանաչելի։ Վահագնին մեր երրորդ շահառու համայնքն է հանդիսանում, այստեղ ևս երկրորդ կարի արտադրամասն է Made in Վահագնին։ Յուրաքանչյուր համայնքում նոր ծրագրեր սկսելիս շատ եմ սիրում այցելել համայնքներ, խոսել տեղի բնակիչների հետ, հասկանալ իրենք ոնց են պատկերացնում իրենց ապագան, ինչ կուզեին, որ մենք փոխեինք, հաճախ այցելում էին ընտանիքներ, որտեղ կային հաշմանդամ երեխաներ։ Այցերից մեկի ժամանակ ընտանիքում կար հաշմանդամ երեխա, բայց այդ երեխան ոնց որ սովոր էր, որ հենց տուն մարդ էր գալիս, ինքը պետքա թաքնվեր։ Երկրորդ անգամ այցելեցի այդ ընտանիք, փորձեցի իր հետ խոսեմ։ Ես իրեն ասեցի, «Վայ, ինչ սիրուն աղջիկ ես, ինչքան սիրուն աչքեր ունես», ինքը տարօրինակ հայացքով նայեց ինձ, ոնց թե ես սիրուն եմ, դա համարվում, որ ես սիրուն եմ։ Ինքը ընդհանրապես ուներ ֆիզիկական հաշմանդամություն։ Ասեցի, ունես երազանք, ինչ ես երազում, ինչի մասին ես երազում։ Շատ խետ հայացքով ինձ ասեց, արդյոք ես ունեմ երազելու իրավունք։ Հասկացանք, որ մենք համայնքներում, գյուղերում մի մեծ խնդիր ունենք, որտեղ որ կա հաշմանդամ երեխա, դա ամոթ է համարվում և ընտանիքը փորձում է ինչքան հնարավոր է թաքուն պահել հաշմանդամություն ունեցող երեխային, իր տան անդամին։ Դա ինձ համար եղավ ազդակ, մեծ երազանք ստեղծել վերականգնողական կենտրոն, որտեղ այս երեխաները կզգան մեր աջակցությունը, մեր հոգատարությունը և կզգան, որ իրենք ևս իրավունքներ ունեն այս հասարակության մեջ, լիարժեք, իրենք ոչ մի բանով, ոչ մեկից չեն տարբերվում։ Քո կողքին վերականգնողական կենտրոնը իր հագեցվածությամբ այս պահին միակն է Լոռու մարզում, ունենք բազմաթիվ թերապիաներ, ռեաբիլիտոլոգն է այստեղ աշխատում, կինեզիստն է այստեղ աշխատում, էրգոթերապիստը, հատուկ մանկավարժը, հոգեբանը, լոգոպեդը։ Այստեղ նաև երեխաները և իրենց ծնողները ստանում են մասնագիտական կրթություն։ Օրինակ մենք առաջին փուլը արդեն ավարտեցինք, սերտիֆիկատները հանձնեցինք այն մայրիկներին, ում երեխաները գալիս են թերապիաների և իրենք սպասելու ընթացքում արագ չեն մնում։ 3 ամսում սովորեցին մասնագիտություն, իրենց տվեցինք կարի մեքենաներ և հիմա շատ ուրախությամբ արդեն փաստում ենք, որ ամեն մեկը իր համայնքում իր գիտելիքը, հմտությունը և նաև տված գործիքը օգտագործում է թեկուզ փոքր, բայց գումար վաստակելու համար։ Մեր համայնքի բնակիչները պետք է ուզեն գեղեցիկ տարածքներ ունենան, բարեկեցիկ բնակավայրեր ունենան։ Եթե վատ են ապրում, ուրեմն իրենք պետք է գտնեն պատճառները, ինչի են վատ ապրում։ Դա ամենակարևոր բանն է, որ մենք փորձում ենք իրենց տալ այդ ինֆորմացիան, մոտիվացիան։ Մենք փորձում ենք կանգնենք համայնքների կողքին և իրենց ներուժը ճիշտ օգտագործենք։ Որպես հիմնադրամ և աշխատում ենք միջազգային կառույցների հետ, նաև որոշակի դեսպանի դեր ենք տանում մեր երկրի համար։ Ու շատ եմ ուրախանում, որ մեր դոնորները դառնում են Հայաստանի բարեկամներ։
Շատ եմ ուրախանում, որ իրենք սկսում են Հայաստանի մասին պատմել իրենց շրջապատում, իրենց միջավայրում։ Տուրիստական այցերով են գալիս, իրենց հետ են բերում իրենց ընկերներին, ընտանիքներին եւ Հայաստանը բավականին լավ ու դրական ճանաչում է ստանում, թեկուզ մեր գործընկերների մի փոքրիկ միջավայրում։